Շատ ժամանակ մարդկանց մոտ հարց է առաջանում, որ լավ, եթե քո վեբսայթի արագությունը դանդաղ է, ուրեմն պետք է experience-ն էլ edge-ում վատը լինի։ Google Speed-ը շատ վերացական մետրիկա է, որովհետև ես որպես մի user ու դու որպես մի user կարանք նույն edge-ը, նույն վեբսայթը մտնենք ու տարբեր experience-ներ ունենանք, որովհետև զուտ իմ ինտերնետի արագությունը ավելի լավն է, քոնը ավելի վատն է։ Հիմա մտածեցին, ասացին, եկեք հասկանանք, թե մարդը որ վեբսայթ է մտնում, ինչն է ամենաշատ իրենց ջղայնացնում։ Եկան ոնց որ այն հետևության է, որ մարդկանց ավելի շատ ջղայնացնում է, որ մտնում են վեբսայթ ու ամենակարևոր կոնտենտը, թե լինի դա վիդեո կոնտենտ, թե լինի գրավոր կոնտենտ, որ իրանք պետքա կարդան կամ ինչ որ interact լինեն այդ կոնտենտի հետ, չի բացում 100 ժամ տևում է մինչև ինչ որ մի բան բացի, հա։ Նույնիսկ եթե ասենք վեբսայթը արագ մտել է, ու ինչ որ sense զագրուսկա է լինում, հա, ասենց ասած։ Այդ LCP-ն է, այսինքն այդ Core Web Vital-ները որ բերեց, իր կոմպոնենտներից LCP-ն, CLS-ը, մեկը INP-ն, այդ հիմնական բաներն են։ LCP-ն է դա, որ մտնում ես 100 ժամ չի բացում։ Ասում են, okay, դա վատ experience է։ Հետո ասում են CLS-ը։ CLS-ը այն է, որ էլի վատ experience որպես, որ մարդը մտնում է վեբսայթ, մեկը ասած ինչ որ էլեմենտներ թռնում են աջ ու ձախ։ Հաջորդը, որ այդ INP-ն, որ ինչ որ մի բանին կլիկ ես անում, ոչ մեկ չի լինում։ Չես կարող interact լինես, հա, ասենք բաթնա կլիկ ես անում, վիդեոյա կլիկ ես անում, ոչ մեկ չի լինում։ Այդ 3 հատ ֆակտորն է, որ մարդկանց բարկացնում է։ Ու քանի որ այդ է մարդկանց բարկացնում, իրանք մտածեն, որ ավելի լավ է չափեն user-ի hence experience-ը edge-ի վրա, հաշվի առնելով այդ 3 հատ կարևոր ֆակտորները, որպեսզի հասկանան լավն է page experience-ը, թե վատն է page experience-ը։